եւ այս ցրտաշունչ երեկոն եւ առավոտը գներ 1000 տարի չի խմե, հիմա եթերում ասում եմ ով է վերջի անգամ խմե իսկական կակաո։ Մի հատ ինձ ասեք, խնդրում եմ, զանգեք եթեր, ով է hot chocolate-ի անուն չտակ։ Ով որ հանկարծի վա այդ hot chocolate չէ, ընկերներ։ Hot chocolate-ը չի հաստատ։ Կակավո կամ կակաո, ոնց ուզում եք հասկացեք։ Հին բան նոյան տապանից ծերած կակաո։ Ով է խմե վերջի անգամ եւ երբ։ Ընկերներ, այս ցուրտ եղանակին մի րոպե։ Այս կակաո կոչված այ մարդ ցուրտ եղանակի համար է ստեղծված։ Մի հատ այն որ սենց հին լավ պոնչիկներից լիներ, վերջացա։ Finita la commedia, ընտիր սենց փփխ կողքը վանիլային, այդ ջեմով, մեմով դրանց անունը չտանք, այդ սախսատից բաները, այն հին բան պուդրիով մի քիչ է ձեթի հոտը պիտի գա, դելիչ պոնչիկ ու ձեթի հոտ չգա։ Մի խոսքով, այս վիճակների մեջ, բարեկամներ, ինչ ունենք լրահոսում, հարգելի հայրենակիցներ, լրահոսում, ինչպես միշտ, իրարամերժություն է, իրոք, իրարամերժություն, եւ քիչ առաջ տեղեկացա, որ ընդդիմության որոշ խողովակներ հայտնում են, որ բանակցություններ են գնում ձեզ խաչայտնի նախկին վարչապետ ուրեմն պարոն Կարապետյանին վարչապետի պաշտոնում առաջարկ անելու համար ընդդիմության թևից իմ քայլը, ասեմ իմ քայլը, տեսար, ոնց էր կոչվում, մեր ձևը, հա, մեր ձևովի ուրեմն որպես տեխնացու, սա էլի չճշտված տեղեկություն է, Facebook-ում էին հրապարակել, այնպես մարդիկ, ովքեր հենց այնպես բաներ չեն գրում։ Ճիշտ ասած նայեք, ես միշտ ասել եմ, ես ազատության կողմնակիցն եմ, թող ժողովուրդը որոշի ինչ, ոնց եւ ինչու, բայց մի հայտնի կարգին հաղորդման սկեչ կար, որ ասում այդտեղ դու ուրիշ հերոսի անուն չգիտես։ Այսինքն, երբ որ ընդդիմության մոտ որոշակի կոլապս է լինում, լինի դա Սերժի ժամանակ, լինի դա երկրորդ թերմի ժամանակ, լինի դա հեղափոխության ժամանակ, լինի դա հիմա, եւ երբ որ պատտվում են մի անուն է ասպարեզ գալիս, դա խոսում է նրա մասին, որ որպես միավոր շատ վատ վիճակի մեջ են։ Երբ որ այս ամենի ֆոնին չի կարողանում որևէ կերպ հայտնվել մի այնպիսի կերպար, որը հնարավորինս այսպես ինչ որ առումով սիմպաթիա կամ ջերմ զգացմունքներ է առաջացնում որոշ շրջանի մարդկանց մոտ, դա խոսում է ճգնաժամի մասին։ Հիմա տեսնենք, ապրենք տեսնենք ով կլինի, ոնց կլինի տեխնացուն, բայց ինչքան ժամանակը մոտենում է, այդքան ինչպես ասեմ փուշ է անում այդ ամեն ինչը, փուշ է անում։ Եվ տեսնենք, չեմ բացառում, որովհետև պարզից էլ պարզ է, որ գործող անձանցով չեն կարող մասնակցել, որովհետև մեկը ազգանուններն եմ մոռանում այդ մարդկանց, այդ Նարեկի հայրը, էլի, եթե չեմ սխալվում, Կարապետյանի ազգանունը, հա, Նարեկ Կարապետյան եւ Կարեն Կարապետյան։ Ուրեմն պարոն Կարապետյանը ավագը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր։ Երբ որ այսօր մեզ ասում են մեր օրոք հրապարակային հայտարարություն արեց, մեր օրոք վարչապետի աշխատավարձը կլինի $1 սիմվոլիկ, տղեկ, ես հասկանում եմ, որ ամեն ինչ դեմագոգիայի շուրջ է, ամեն ինչը էժանագին շոու է, շատ տխուր շոու է մեծ հաշվով, բայց երբ որ դուք աշխատակազմի ղեկավարն եք Սերժ Սարգսյանի, մեկը հիմա ձեր հարգարժան հայրը, պարոն Կարապետյանը, եթերում երբեք որևէ մեկի մասին որևէ ստորադասական ձևաչափով չեմ խոսել, ձեռները դրեք խղճներիդ ասեք։ Շուր եկավ ասեց, պարոն Սարգսյան, էս ինչ եք անում։ Աշխատակազմի ղեկավարն անես չի որ բան։ Մեկը շուր եկավ ասեց, հարգարժան, ձեր վարորդը միլիարդատեր է։ Ձեր ընտանիքի մյուս անդամները, եղբայրները, ինչ գործերի մեջ էին, հարգարժան Փեսան, մնացած մարդիկ։ Մեկ ասա, դուք հաղթել էիք, $1 թոլիներ ձեր աշխատավարձը։ Ինչի մասն է խոսքը։ Հիմա այսօր հայտարարում են, որ եթե տենց լինի, մեր աշխատավարձը կլինի $1։ Դուք իշխանության էիք, դուք իշխանության մաս եք, թոլիներ $1։ Տխուր է այս ամեն ինչը մեծ հաշվով, բայց հիմա դրա վրա չեմ կենտրոնանալու։ Կենտրոնանում եմ մեկ այլ հայտարարության վրա։ Քիչ առաջ, ուրեմն քննչականը
հայտարարեց վերաքննիչը, որ փոխվում է պարոն Կարապետյանի խափանման միջոցը։ Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 30-ի առաջին ատյանի դատարանի որոշումը վերացրել է եւ գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշումը բեկանվում է, նա կրկին կալանավորվելու է։ Հակակորություն դատարանը տեղեկացնում է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է կալանքը 2 ամիս ժամկետով։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ի նախորդ տարվա, գործարարի նկատմամբ քրեական վարույթ էր հարուցվել քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցների միջոցով հարցազրույցների ընթացքում հնչեցրել են կոչեր, որոնք ուղղված են եղել իշխանությանը զավթելուն ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարության լիազորությունները տիրանալուն։ Այնուհետև Կարապետյանի մեղադրանքը փոխվել էր, ավելացրել էր քրեական օրենսգրքի էլի այստեղ հոդվածները նշած իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով առանձնապես խոշոր չափերի փողերի լվացումը։ Ինչ են մանգալի այդքան, էս ինչ քաշքշուկա ման են գալի, թոման, տեսնենք ինչ են ասելու, մենք որպես մեդիա հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, տեսնենք ինչ կասեն։ Զանգ ունեմ, տեսնենք ով է միացել, բարև ձեզ։ Բարև ձեզ Ռաֆայել, իմ անունը Նարինե է։ Բարև ձեզ Նարինե։ Մի փոքր ուղում եմ ուզում մտցնել, որ հաղորդման սկզբում նշեցի հրեղենձիու մասին։ Իրականում հրեղենձիու տարին դեռ չի սկսվել չինական կառասկոպով։ Կսկսվի փետրվարի 17-ին։ Բրավո, դրա համար ացուրդ, օքեյ, հասկացա ինչի ացուրդ։ Հա, օքեյ, շնորհակալություն։ Այո, դեռ օծի տարին է։ Դե գոհ ենք, ընդհանրապես ձեզ համար ո՞նց էր հարգելիս օծի տարին։ Ո՞ն ինչ տարի էր նախորդը։ Շատ լավ, նորմալ։ Այցելեցի Հայաստանը։ Վայ, բարով։ Երկար տարիներ տեսնելուց հետո եւ ընդհանուր տպավորությունները ո՞նց էր հարգելիս, երկար տարիներ բացակայել եք, ըստ ձեզ ո՞նց էր վիճակը։ Վիճակը լավ էր, ճիշտն ասած, որովհետեւ հիմա որ նայում ես ահագին հաղորդումների, կինոների եւ թեկուզ ընկերների միջոցով, որոնք կիսվում են իրենց նկարներով, վիդեոներով, խորթություն չկար, իհարկե շատ աշխուժ էր ամռան ամուսներին, բայց հասցրեցինք շատ տեղեր գնալ, այցելել, շատ լավ էր։ Շատ լավ, շատ ուրախ եմ հարգելիս, ձեզ լավոր եմ մաղթում, շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Ահա, հաճելի էր։ Ինչ ուշադիր ռադիո լսողներ, Աստված իմ, դեռ չի սկսել հրձին, դեռ օծի տարին է։ Ընկերներ, ես հիշում եմ 24 թվականի վերջը, երբ որ օծի տարի է բան, ինչ բացասական բաներ էին պատտվում, իհարկե սա ամենը սնահավատություն է, այստեղ մենք ենք հորինել։ Այդ աստղերը որ շարվել են երկնքում, են ժանք չեն մտածել, վայ օծի համաստեղություն է, ձի է, Պողոս է, Պետրոս է, Անակոնդա է, այդ մարդիկ են այդ ամենը հորինել, ես հասկանում եմ դա, բայց սնահավատությունը, թե հավատամք է, ոնց ուզում եք գնահատեք, միշտ մարդը դրական բանի է ձգտում, վայ ձին լավ տարի է բանու, այս օծը։ Հիմա 24 թվականի վերջին, երբ որ մտնում էինք օծի տարի, հիշում եմ, օծի տարի է, գիտեմ, այդ կոբրեն ինչեր անելու, բան, բայց եկեք ընդունենք, ում հետ զրուցում են բոլորը թու, պապս ասում է սատանի ականջը խուլ։ Հիմա սատանի ականջը խուլ, վատ տարի չէր, մեծ հաշվով դիտարկում եմ ինչեր էր կատարվում մարդկանց, ոնց ենք մենք գնահատականներ տալու, ծանոթ բարեկամ, ընկեր, շրջապատ, հարևան, շենք, բակ, գործի տեղ, բան, ես նայում եմ, գործի տեղի տղեկը դրականին այսօր խոսում, այսօր իդեպ դրա շուրջ էինք խոսում։ Ընդհանուր շենքում եմ նայում, կարծես թե վատ չի, ես շատ ուրախ եմ դրա համար։ Աշխատանքի վայրի իրենց ասենք ազգը տակը բարեկամ մեծ հաշվով ընկերներ վատ տարի չէր։ Հիմա գուցե ոմանք զանգենացին, այ Ռաֆայել ջան, դու չգիտես մեր մոտ ինչ եղավ, բան, հասկանում եմ։ Շատ ինդիվիդուալ է այս մոտեցումը, գուցե սխալվում եմ, բայց in general, ինչպես ասում են, ում հետ զրուցել եմ, բոլորը քիչ թե շատ գոհ են ու դա այնքան sense լավատեսություն ա ներշնչում։ Վերջապես ժողովուրդը զգոհա։ Գոհա, մի հատ տուշ ստեղ, մի հատ զուրնադհոլ, պիտի գործի կանչենք անպայման, զուրնադհոլով ստեղ փոքրիկ
Orchestr, ակարդեոն, զուռնա, դհոլ, հա, ինչ կասեք։ 3 հոգով մի հատ տրիո այստեղ լինի այս պահերին, որպեսզի կենթանի երաժշտությունը ապահովի։ Իսկ եթե ավելի լուրջ սպասում ենք նոր զարգացումների 2026-ը լուրջ տարի է լինելու, կատակների ժամանակ չէ, ընտրական տարի է լինելու, ԱՄՆ նոր դեսպան է մեզ մոտ բերելու, այս trip-ի ու պարագլուխներն են գալու, մի խոսքով շատ լուրջ փոփոխություններ են մեզ մոտ սպասում։ Ես հուսամ այդ փոփոխությունները դրականորեն են անդրադառնալու ժողովրդից վրա, եւ այսօր նախագահը, Հայաստանի Հանրապետության նախագահը Վահագն Խաչատուրյանը ընդունել է Հայաստանում իր լիազորությունները ավարտող Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Տիկին Քվինը ավարտում է իր լիազորությունները, էլի ինչ դեսպան էր, ոնց էր, էլի իր օրոք տեսեք ինչեր եղան, էլի լավից, վատից, ընկերներ, հա, էլի գնում էր, գալիս էր, ակտիվ ամեն մի փոփոխություն լինում էր, միշտ մեկնաբանում էր մեդիաներին շատ ուշադրություն դարձրեց, որ ձեռքը դեմ խղճից ասեմ, որ չի կարելի ուրանալ։ Ոչ մի անգամ ես 1000 TV-ի հետ եմ աշխատել, ոչ մի անգամ դեսպանատունը այդքան բաց չէր համագործակցության համար մեդիաների հետ, որքան տիկին Քվինի օրոք եւ ես երախտապարտ եմ գոնե այդ առումով։ Շատ ընդ կուլիսային բաներից տեղյակ չեմ, բայց էլի ողջունելով դեսպանին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Քվինի գործունեության համագործակցության համար, ընդգծելով վերջին 3 տարիների ընթացքում իրականացված աշխատանքի նշանակությունը։ Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել ձեր կատարած աշխատանքի համար, դուք մեզ հետ եք եղել շատ դժվար ժամանակներում մեր պետության ու պետականության համար, կիսել եք մեր դժվարությունները եւ այս առումով ես անկեղծ շնորհակալություն եմ հայտնում ձեզ։ Իհարկե, արձանագրված արդյունքները եւս շատ տեսանելի են, հատկապես վերջի 2 տարիների ընթացքում, նշել է նախագահը։ Դերևս անցյալ տարի հունվարի 14-ին ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը շատերի համար անհավանական էր թվում եւ գործընթացները շատ ավելի արագ էին զարգանում, քան կարելի էր պատկերացնել, եւ մենք ունենք արդեն օգոստոսի 8-ի փաստաթուղթը եւ հիմա հունվարի 13-ի փաստաթուղթը, ինչը եւս ձեր աջակցության շնորհիվ է եղել։ Նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ խաղաղությունը կլինի հարատև եւ Միացյալ Նահանգների ներկայությունն ու աջակցությունը կնպաստեն Հայաստանի տնտեսական կյանքի առաջընթացին։ Իր հերթին դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել. Հայաստանը, կարծում եմ, այս պահին շատ լավ հնարավորություն ունի առաջ շարժվելու բոլոր այն պայմանավորվածությունների ուղղությամբ, որոնք ձեռք ենք բերել միասին, հատկապես օգոստոսի 8-ին։ Ամփոփելով խոսքը դեսպան Քվինը նշել է, որ դիվանագիտական առաքելությունը ավարտելով շարունակելու է մնալ Հայաստանի բարեկամը։ Հանրապետության նախագահ Խաչատուրյանը դեսպան Քվինին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում եւ հանդիպման ավարտին Խաչատուրյանը պարգևատրել է Քվինին բարեկամության շքանշանով Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համագործակցության խորացման, հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործումներ դրած նշանակալի ավանդի համար։ Ես այստեղ ծափահարում եմ Տիկին Քվինը հեռանում է, տեսնենք թե ով է լինելու հաջորդ մեր դեսպանը, ինչ մոտեցում է ցուցաբերելու։ Ես հասկանում եմ, որ դեսպանը ինքը երկրի եւ մայրաքաղաքի ինչ որ առումով արձագանքն է տվյալ երկրում։ Ընդհանրապես դեսպանի առաքելությունը դա է, հնարավորինս ոսկեբերան ձևով, հնարավորինս այսպես մետված, այդ բառը պետք բացական երանգ ունի, բայց եթե որ երկրում է, այդ երկրի շահերին մետված գործիչ է, էլի, որ ոնց անենք, որ լավ լինի, լավ զգան, մանավանդ ամերիկան որպես soft power-ի ջատագով դեսպաներին շատ լավ կերպով կարողանում է այդ գործին լծել։ Մեկնաբանություններ ունեմ, Գոհար Շահնազարյան ասում է, ես կարող եմ ասել, այ Ռաֆայել ջան, դու չգիտես մեր մոտ ինչ եղավ։ Գոհար Շահնազարյանը համաձայն չի այս տարին, որ լավ տարի էր եւ ենթադրում եմ, որ հենց այս թեմայի շուրջ է ընդդիմանում, հարգելի Գոհար Շահնազարյան, խնդրեմ, եթե եթերային եք, կիսվեք մեզ հետ, ինչ եղավ, թող իմանանք։ Ջեր բարևներ Քանաքերից Ռիտա Գրիգորյանն է ասում, բարև ձեզ։
Շատ հաճելի բարի արտաքինով տիկին է, բարով գնա, շնորհակալ ենք Սիրանուշ Ստեփանյանն է, բարի ճանապարհ մաղթում եւ ճանապարհում տիկին դեսպանին։ Այո, շատ լավ տարի է, տա Աստված այս տարի ավելի լավը լինի, Թագուհի Ղազարյանն է ասում։ Շնորհակալ ենք ընկերներ, շնորհակալ ենք այս տարուն, լավատես լինենք։ Կակաոյի պատումը տիկին Սիրանուշ Ստեփանյանն է ընդգծում, ասում է 3 եմ խմել, բայց գնամ սարքեմ հավեսը սեկավ եկան լավ ներկայացրեցիր կակաո ընկերներ ձեր կենացը։ Եվ ասում եմ ալո, տեսնենք ով է միացել, բարև ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ալո, լսում ենք ձեզ, ողջույն։ ո՞նց եք, լավ եք։ Լավ, հարգելիս, դուք ոնց եք, ձեզ էլ ամենայն բարիք, հարգելիս, ամենայն բարիք։ Կներեք, կարելի է մի քանի հարցով անդրադառնալ։ Դե, խնդրեմ, ազատ հարթակենք։ Ես լսում էի Կարապետյանի մասին ելույթը, Ահա։ որի անձի նկատմամբ ոչ մի բացասական բան չկա, երբ ինքը բիզնեսմենի դերում է։ Բայց ապրելով Ռուսաստանում համարյա 40 տարի, մի բան ես հաստատ գիտեմ, պետք է բիզնեսմենները առանց ասած ասած կրիշ չեն կարող գոյություն ունենալ։ Հիմա հարց մեր ժողովրդին։ Հիմա պատկերացնում եք, որ մեր պրեզիդենտը դառնա մի մարդ, որը մուծվել է այլ երկրում ինչ-որ մեկի։ Կապ չունի, տեղ կրիմինալը, ՖՍԲ-ի կրիշա թե մինիստրը։ Այդ մի հարցը կուզեի, որ շոշափվեր Կարապետյանի անձի շուրջ։ Բացի այն, որ ինչ արտահայտվել, ինչ են արել։ Գոնե դրանով մենք պետք է չընտրենք այդ մարդկանց։ Մեկ էլ Իրանում ինչ է կատարվում։ Ապա 15-16-րդ դարում անգլիացիները թագավորական պալատ, այսինքն ժողովրդի ցողը խլելու պատճառով շատ պատմական փաստը դուք կարող եք ճշտել, էլի։ Հարկերը բարձրացնում է, այս մարդիկ չեն կարող մուծել։ Դառնում են բոմժ։ Հետո օրենք են հնարում բոմժերի կախելու։ Ու տենց վերջացնում են։ Հիմա նույնը գալիս է մոտ Իրանի բանը։ Ասում եք, ասենք դերերիկ հետ խոսում եք մի երկու օր առաջ, ասում եք, որ եւ ռեժիմ եւ այլ։ Չէ՞ որ այդ ռեժիմը անես չի որ աղքատ է պահել։ Այդ ռեժիմի ստեղծել են մի պայման, որ չի կարողանում լավ պահի իր ժողովրդին։ Հետո իմիջ է սարքում այդ ռեժիմի վրա։ Այս բաները մոլաների ռեժիմն եք ասում կրոնական, թե շահի ռեժիմն եք ասում։ Չէ, կրոնական է, ինքը կրոնական է, ասեք 50 քանի թվին երբ էլ ում խփեցին այնտեղ բրիտանացիք, որ նավթը վերցնեն։ Հետո Խոմեյնին եկավ, մտածում էին նավթ իրացնալ, եկալ է ազգայնացրեց։ Պայման է ստեղծեցին, որ Իրանում 79 թվի հեղափոխություն եք ասում։ Հիմա ժողովուրդը վատ ապրում, պապակտում, բայց այդ պայմանը ով է ստեղծել, որ վատ ապրի։ Ոնց։ Հետո նայում են ցանցերում մի րոպե։ Եկեք հետ իրաց պատերի տակ բանանում մի մոտ ուրիշ մտքեր է բանանում, էլ ասենք ես այստեղ։ Հա, բայց դու կարծում եք այս մոլաների չեն թողում պահի երկիրը, թե իրանք են ապիկար ղեկավարներ։ Իրանք են ապիկար, որ չեն կարողանում հարուստ երկիրը պահեն նորմալ, որ միջնադարյան բարքերով են ուզում, շարիաթով, մարիաթով, ով է խանգարում իրանց լինել էլի, իրանք թողնեն իշխանության, բայց հնարավորինս մի քիչ մարդկային բարքերով, էլի։ Գիտեք, ես եղել եմ մի քանի անգամ։ Դե հիմա մի քանի անգամը շատ հարաբերական, ասենք բանը, ինչ անում է, հոգևոր առաջնորդը Խեմենիին ուղիղ եթերում ասում է, որ Իսրայել չպիտի լինի։ Այդ հիմա մենք կարանք Իսրայելին չսիրենք, օքեյ, ինքը մեզ հաստատ բարեկամ երկիր չի, ես դա ընդունում եմ։ Բայց ասենք ո՞նց եք դուք դա դիտարկում, երբ որ հոգևոր հովիվը մի պետության ասում է չպիտի լինի։ Այդ օքեյ է ասես։ Հիմա օքեյ, լավ, դες պատասխանեմ։ Իսրայելում քանի տասնյակ հազար երեխա են կոտորել։ Որ երկիր այդքան բան կաներ, որ ասենց արդարասեր Ամերիկան կանգներ մեջքի։ Դե էդի հաստատ ուրիշ թեմա է, հա, էդի հա։ Էդի հիմք չի որ մեկը ասի ես այդ երկիրը պետքա չլինի։ Հա, բայց մինչև էդ է ասում, 79 թվից էդ է ասում։
այս մինչև Գազայի դեպքերը, այդ ինչ որ եղավ Գազայում, դա մարդկության դեմ հանցանք է, ես դա ընդունում եմ, բայց 79 թվից Բայց ինչ որ մեկը ձեն հանում է աշխարհում։ Իսկ զգացել եք Տրամպը, որ բարև է տալիս ինչ որ առաջնորդների, միշտ ուզում է քաշածրի ձեռը։ Ու ձեռը ուսին է խփում։ Այդ նկատել եք այդ բաները։ Իհարկե նկատել եմ, իհարկե։ Իսկ նկատել եք այս վերջերում, որ հրեական որ բաններ որ գրկեց իրան մեր Տրամպի վրա ու մի քանի անգամ վզին տպտպցնում։ Այո, իրանց այդ առաջնորդներից էր, որ ասեց he is our Jewish president, he is our first Jewish president։ Հիմա այդի բանը մեծ ես գիտեք ինչ կարծիքի եմ խորհամոզում, որ այս ավրամիչսկի կուլտուրան, որ մենք ընդունել ենք ու գնում է կործանման։ Ես դրանց կրոնը, որ ուսումնասիրում եմ, վտանգավոր բաներ են դրանք, որի դեմն առնել է պետք։ Իսկ այսօր Իրանի ռեժիմին, որ գտնենք, դա դրանց պարազնիկն է դառնում։ Ես իդ կարծիք ունեմ։ Լավ, հարգելի, շնորհակալ ենք ձեր տեսակետի համար, ձեզ լավ օր, լսեցինք նաև ձեզ, մերսի։ Լավ եղեք։ Ձեզ էլ լավ օր, Ռաֆայել ջան, իսկ Ամերիկայի եք գալու։ Ես օրը եթերում չեմ ուզում ասեմ, բայց փետրվարին կհանդիպենք, եթե եթերները կլսեք, հաստատ կարող եմ ձեր հետ կապնվել, որ Ամերիկա։ Դե մենք եթերում նույն համարով բան ակտիվ կլինենք, որ լինեմ մտեղից եթերի մեջ, կզանգեք, կհարմարացնենք, կսրճենք, որևէ խնդիր չկա։ Okay, merci։ Okay, ձեզ մերսի։ Իմ լավ ռադիո լսողներ ընկերներ, գիտեք, բոլորիդ հարգում եմ, բոլորիդ սիրում եմ, մանավանդ այո, շուտով գալու եմ Լոս Անջելես իմ լավ ռադիո լսողների հետ կամ տաղավարում ենք հանդիպում կամ ասենք ժամանակ կգտնեմ հաստատ մի բաժակ սուրճ ըմպելու համար։ Մի քանի վեկտորով հարգերից խոսեցիք, չգիտեմ որտեղից սկսեմ։ Ավրամական այդ կրոնները, այդ լրիվ ուրիշ թեմա է, իմ դիրքորոշումը ընդհանրապես կրոն հասկացողության շուրջ գիտեք ոնց է, որևէ դրական բան չեմ զգում այդ հասկացողության մեջ։ Իրանի եւ Իսրայելի հարաբերությունը այդ լրիվ ուրիշ պատմություն է, որ սկսենք մեկտաբանել չենք ավարտի, Տրամպի եւ իր այսպես մերձ հրեական համայնքի եւ իր ուսին տպտպացնելու կադրերը, որոնք համացանցում կան, լրիվ ուրիշ թեմա է։ Ես վստահ եմ, որ աշխարհում գործում է մեկ օրենք, եւ այդ օրենքը բնական օրենքն է։ Այսինքն ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր։ Դա բնության օրենքն է, ինքը դրա համար աշխատում է։ Մնացածը մարդկային օրենքները լավ չեն աշխատում են երբեմն, բայց լավ չեն աշխատում, այսինքն ազնվություն, բարոյականություն, պարկեշտություն, հավասարություն, օրենքի, չգիտեմ ինչ, մարդն է հորին է տեսման, բնության մեջ տեսման չկա, բնության մեջ այս ուժեղը այնի թույլ է, փիղը ոտը դնում է մրջունին ճզմում է, այնի թույնում է, այսինքն բանա, բնական է այդ ամեն ինչը։ Զանգ ունեմ, հետո կշարունակեմ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ռաֆայել ջան, ինչպես եք։ Լավ, դուք ինչպես եք հարգելի։ Կարենն է ձեզ Լոս Անջելեսից։ Հաճելի։ Ռաֆայել ջան, նա առաջարկություն կարելի է անել։ Իհարկե, ազատ հարթակ ենք, խնդրեմ։ Եթե ասենք ժամանակ լինի, կարելի է միապել ուտելիքի ինչ որ մի 10-15 րոպե, 20 րոպե ուտելիքի, ասենք ձեր ծրագրով ուտելիքի, ասենք ինչ որ մի թեմա լինի, համով ուտելիքն էլի, այ ասենք Լոս Վելիս, Սան Ֆերնանդոյի բուրրիտոն, որ դուք շատ եք սիրում։ Դե դա արդեն անլուրջ կլինի, էլի 15 րոպե։ Այո։ Ուղղակի ժողովուրդը դե խոհանոց միակ տեղն է, որ ժողովուրդը կռիվ չեն անում իրար հետ, բարի լավ տեղ է, եւ ուտելիքը միշտ մարդկանց հանգստացնում է։ Ես ուղղակի կատակես լուրջ եւ որ անպայման դուք Լոս Անջելես եկաք, պետք է հանդիպենք բուրրիտո անոցում, որտեղ շատ են, բոլորը գիտեն, իհարկե, իհարկե, այդ հաստատ, այդ դոնը, լավ որ ձեզ, լավ եղեք, շնորհակալություն, դուք ուղղակի էներգիա եք տալիս, գիտեք, այսպես այդ մատարիաները, որ
դնում ես ասենք remote control-ի մեջ կամ ինչ-որ մի բանի charge-ա տալիս ես արտանցնում, հա, ձեր ռադիո ժամերը այդպես են։ Օրական մարդիկ 2-3 անգամ լսում են ձեզ։ Եվ շատ շնորհակալություն ձեր գործերի հաջողություն, ուղղակի շատ մեծ գործ եք կատարում, իրոք շատ շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ եմ Մեր Լոս Անջելեսում, չգիտեմ Հայաստանում ոնց է, բայց Լոս Անջելեսում եւ ընդհանրապես աշխարհում ես հետաքրքիր ձևով հաշվարկ եմ արել, ինձ թվում է ձեզ երևի միլիոնից ավել հայ է լսում ձեզ ամեն օր ամբողջ աշխարհում եք, որովհետեւ Ավստրալիա, Իսպանիա եւ շատ մարդկանց խոսել են, բոլորը ձեզ լսում են։ Այսօր օրինակ փորձի համար, որ մտնեք Facebook, մի քանի ժամ առաջվա եթերս, մենակ այդ մի եթերը, որը դեռ ռադիոն չի, հեռուստատեսություն չի Facebook-ում, ուրեմն դիտել է 210,000 մարդ։ Մի քանի ժամ առաջ, իսկ մենակ այդ։ Բոլոր մեր Հա, այսինքն միլիոնի կհասնենք, էլի որ սենց։ Բոլոր մեր Լոս Անջելեսի աշխատող այդ մասան, որ առավոտները աշխատանքի են գնում, երևի 95%-ը ձեզ են լսում։ Ինչ-որ մի կոսուրջի եւ սուրջի հետ ձեր ժամն շատ քաղցր լինում։ Շատ շնորհակալ ենք ձեզ։ Ձեզ ենք շնորհակալ, Քարանջան։ Եղավ ձեզ բարի շաբաթավերջ։ Ձեզ հաջողություն ձեզ։ Լավ եղեք, մնացեք մեզ հետ։ Հաճելի իհարկե լսել դրական խոսքեր։ Որտեղ են կանգ առել այս բնական չբնական օրենքը, հա, ես վստահ եմ, որ աշխարհում քաղաքականության մեջ ամենուր հիմնականում գործում է այսպես կոչված այդ բնության օրենքը, ուժերի մոտ միշտ թույլն է մեղավոր։ 3-4 օր առաջ հայրական տանը հավաքույթ էր, ես էլ էի մասնակցում բնականաբար, մեր ընկեր բարեկամ ծանոթ շատ sense լիքը մարդ կրծեր եղբորս ծնունդներ, sense ասեմ։ Եկել էին խոսում են բան, էլ ինչ հայկական սեղան, որը չի հասնում քաղաքական թեմայի։ Այդտենց բան չի լինում, կամ վերջում կրոնից են խոսում, կամ հիմնականում քաղաքականությունից, բայց ավելի լավ է քաղաքականությունից, քան կրոնից։ Խոսացին, մեկ էլ ինչ հետաքրքիր բան նկատեցի ես։ Մարդիկ, ովքեր թոշակառու են, եւ ֆիզիկապես, եւ հոգեպես, այդ շատ կարեւոր է, ովքեր հիմնական իրանց կյանքի բաժինը ապրել են խորհրդային տարիներում եւ մեղմ ասած ազնիվ գործ չեն արել, որովհետեւ այն ժամանակ դարը տենց էր, ես չեմ մեղադրում, դարները տենց, դարի հրամայականներ տենց, ասենք հիմա որ օրինակ ասում են սենց պիտի լինի, չեն ենթարկվում խաղի կանոններին, խաղի կանոններ, որ պետությունը ցանկացած պետություն սահմանում է, իրանք չեն ենթարկվում այդ խաղի կանոններին, բայց ահավոր պահանջատեր են, ահավոր, լինի դա առողջապահության, լինի դա սոցիալ նպաստի, լինի դա կենսաթոշակային առումով, բոլոր շերտերով։ Ասեմ ավելին, այս ամբողջ process-ների մեջ բուրըն սենց այդ բանավեճերի մեջ միած շատ հետաքրքիր դրվագ եկա, որ էլ չգիտեին ինչ ասեն, որովհետև ես հակադարձում եմ, էլի, ասում են, այ, բայց sense բան կա, որովհետև sense է կարել, դրա համար ենք այս օրը ընկե։ Այս ժամանակին, որ գնում էիք, այս բանը անում էիք, մի խոսքով sense արգումենտացիա են բերում, հետո մի դրվագի վրա կանգ առանք, որ ամեն շենքում կապ չունի ծայրամաս, կենտրոն, մարզ, միշտ եղել է ոմն մի տիկին, որպես կանոն, ով որ այն տարիներին ընտրությունների ձայնա հավաքել եւ պլյուս մինուսի տետերով ձայնա կպցրել, ինչպես ասում էր։ Ասում եմ, 7 տարվա մեջ մի հատ տենց ծոց ուրա չկա, մի հատ թող հայտնվի, բա մի հատ կանչեմ եթեր ասեմ, վայ, կարոտել էին քեզ։ Ես պայմանականորեն լավուրծիա եմ ասում այդ կնոջը, ասում եմ, լավուրծիա, բա ուր է իր չկա այս 7 տարի։ Ես առողջ ընդդիմության կողմնակիցն եմ, ընկերներ, առողջ ընդդիմության, տես ես Փաշինյանին եւ քաղաքապետարանին օրինակ ասում եմ, ճանապարհաշինության առումով տապալվել եք, կառուցապատման առումով 580 հատ շենքի թույլտվություն եկա, գլխից եք սարքելու այդ շենքը, քննադատում եմ, ասում եմ, վատա, օդի աղտոտվածության հետ կապված, մետրոյի ես ճանապարհաշինության, էլեկտրական ավտոների բաներն եք բերել,
բերել են, լցրել են, տեղ ու դադար չկա, 1000 հատ ուրիշ մի բան, հիմա ասենց արագի մեջ չեմ կարա հիշեմ, 1000 բանով, բայց երբ որ ընդդիմություն կոչվածը ասում ընտրեք մեզ մեր վարչապետը $1 աշխատավարձ կստանա սիմվոլիկ, ես դա արդեն էլ ասում եմ, Ժորժ ջան, այդ ծաղրուծանակ է, էլի ծաղրուծանակ։ Կամ երբ որ ծրագիր է ներկայացնում, ասում է արի լավ ծրագիր է սա, եւ մենք ձեր ուսման վարձը կվճարենք, դա ընտրակաշարք չի։ Ընտրակաշարք չի կարծում եք դա։ Իմ կարծիքով դա ընտրակաշարք է, որովհետեւ դա պիտի լիներ վաղուց։ Դա չի կարող լինի ընտրության մի քանի ամիս առաջ եւ հավաքագրեն մարդկանց ու վարձերը տան։ Եթե տենց բան եք անում, շնորհակալություն, դա կոչվում է բարեգործություն, պոլիտիկայով մի զբաղվեք։ Եղեք բարեգործ, զբաղվեք բարեգործությամբ, վճարեք մարդկանց ուսման վարձը, շատերը դրա կարիքը ունեն, շատերը դրա կարիքը ունեն, լավ գործ եք անում, մենք ուրացող մարդիկ չենք, մենք էլ եթերում ձեր մասին խոսանք, ասենք, տեսեք, մարդկանց օգնեցին, որ սովորեն, որտեղ փող չուներ։ Գուցե մի հատ լավ կադր կա, այս վիճակից ժողովրդին հանի։ Բայց որ դուք այս մի ձեռով պոլիտիկա է, այս մի ձեռով ընտրակաշարք, ես դա չեմ ընդունում եւ դա չեմ կարող լուսաբանել, ես դա չեմ ընդունի, հակառակը ես դրան ընդդիմախոսելու եմ։ Դա ազնիվ բան չի։ Okay։ Գնացինք առաջ ընկերներ։ Մի հատ օրենք են այսօր ընդունել կամ առաջարկել, հələ չի ընդունել, առաջարկել, որը վերաբերում է բանակային տարիքի եւ բանակային տարիքից Հայաստանից հեռացած մեր եղբայրներին։ Ուրեմն ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ծրագիրը առաջարկում է դրսում ապրող ձեզ մոտ լոսում, Նյու Յորքում, որտեղից որ հիմա լսում եք, Ամերիկայում եւ Սփյուռքում ապրող 27-ից 37 տարեկան քաղաքացիներին, ովքեր բանակային տարիքից գնացել են եւ չեն գալիս Հայաստան, որովհետեւ իրանց կարող անգամ բռնեն դատեն, ասում արա շարից փորձանքից հեռու հազիվ ենք բրծե, ուր գանք ընկնենք այս գելի բերանը, առաջարկում են լուծում։ Ես ընթերցեմ ինչ լուծում են առաջարկում։ Դուք հետո կարող եք զանգարել ձեր մեկնաբանությունները ասել, ընդունում եք այդ լուծումը թե ոչ։ Ուրեմն 5 միջոց է առաջարկվում խնդրի լուծման։ 5 ձև։ Բոլորը դրամական են, այսինքն փողով հարցի լուծում։ Բայց էլի ոմանց համար գուցե դա ընդունելի է։ Այսպիսով Հայկ Սարգսյանը պարզաբանում է, որ որոշ հաշվարկներով հազարավոր ու հազարավոր մարդիկ այդ թեմայով հեռացել են Հայաստանից, տղեկ։ Այս պահի դրությամբ հենց հիմա 1200 հայրենակից հետախուզման մեջ է այդ թեմայով։ Այսինքն քանիսին հələ չեն գտել, քանիսին հələ թուղթ ու թանակ չկա, այդ ուրիշ պատմություն է, բայց 1200-ը գուցե ոմանք էլ հիմա լսում են մեզ ռադիոյով։ Հետախուզման մեջ են եւ նրանց սպառնում է 2-ից 5 տարի առնվազն։ Ըստ մեր իրավական այդ կետերի։ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը հեղինակել է զինվորական ծառայության, զինծառայողի կարգավիճակի օրենքում փոփոխության հարցը եւ ասում է հետեւյալը։ Ուրեմն մեկ անձի պահանջի քրեակատարողական հիմնարկում որ բռնեն այդ մարդուն, պահեն, պետությունը այդ մարդկանց վրա փող է ծախսելու ու մեծ հաշվով իրանք հանցանք չեն արել, այդ մարդ թողել է գնացել է, ծնողի հետ են գնացել, չգիտեմ։ Ասում եկեք փող դնենք, այդ մարդիկ գան վճարեն։ Առաջի պլանը ինչ է ասում։ Ով որ եկավ հետ 27-ից 37 տարեկան, ասում է, օքեյ, որ քեզ չդատենք, գնում ես տարի ու կես ծառայում ես։ Էսի մի տարբերակ։ Երկրորդը, ասում է մի տարի ես ծառայում 2.5 միլիոն դրամ, էդի մոտավորապես անում է 12-13 հազար դոլար, վճարում ես պետական բյուջե, մի տարի ծառայում ես։ Կամ 6 ամիս ես ծառայում, կես տարի, պետության բյուջե վճարում ես, էլի ինչքան է էդի անում, 15000 դոլար, 15000 դոլար ես վճարում։ Կամ ասում է մի ամիս ես ծառայում եւ 10 միլիոն դրամ ես վճարում, էդի անում է մոտավորապես 23-24 հազար դոլար։ Եվ վերջապես 5-րդ կետը ասում է, օքեյ, չես ծառայում, բանակի հետ կապ չունես ընդհանրապես, 15 միլիոն դրամ ես վճարում, դա մոտավորապես 35-6 հազար դոլար է։ Հիմա քննարկվում այս թեման, ամենայն հավանականությամբ ընդունվելու է։
Եվ համացանցում ակտիվ քննադատություն, մի կողմը ողջունում է, բայց մեծ մասը բան ասում է ինչա հարուստ երեխեքը չեն տա այդ փողը, հարուստ երեխեքը կտան այդ փողը, էլի աղքատներն են գնում բան։ Բարեկամներ, ստե պիտի պարզաբանում մտցնենք։ Դա չի վերաբերում հիմա Հայաստանում մնացողներին։ Դա վերաբերում է այն մարդկանց, ովքեր 27-ից 37 տարեկան են, նրանց հետախուզումը հայտարարվել, իրանք փախել են Հայաստանից եւ Հայաստան չեն գալիս, որովհետեւ վախում են դատվելուց։ Գնացել են Ամերիկա, Պորտուգալիա, որտեղ որ այս են, հաջողության են, գուցե հասե երեխեք ունեն, ընտանիք ունեն, էս ունեն, այն ունեն։ Դա վերաբերում է այս պահին հետախուզման մեջ գտնվողներին, ոչ թե Պողոսը հարուստա, հեսակը մուծվի չի գնա։ Այդ Պողոսը ուրեմն պիտի Հայաստանից փախնի 16 տարեկանում, որ ուչոտի չկանգնի։ Մինչև 37 տարին պիտի փախած մնա դուսը Հայաստան չգա։ Որ մի հատ էլ, այսինքն դա ամեն մեկի բան չի, երկրորդը այդ միջոցներ ունեցող մարդիկ չեմ կարծում էլի, որ այդպես բարեհաջող ապրեն ու մի 10 քանի տարի Հայաստան ոչ չդնեն։ Ես կարծում եմ դա բան չի, լուծման ձև չի, բայց մյուս կողմից շատ ընկերներ ունեմ, ծանոթներ ունեմ, կարգավիճակը չգիտեմ այդ մարդկանց, հետախուզման մեջ են թե ինչ են չգիտեմ, բայց կարծում եմ որոշակի քայլեր այո պիտի ձեռնարկվեն, որ դրսում ապրող մեր եղբայրները առանց վախենալու օրենքի առջև կանգնելու, մանավանդ էլի եմ ասում, ես չեմ կարծում դա հանցանք է։ Մանավանդ այն բանակը, այն նիստուկացը, այն ձևաչափը, որը եղել է Քոչարյանի օրոք կամ Սերժի օրոք կամ ես երբեք բանակի մասին ձեռները դրեք խեղճերից ասեք, եթերում չեմ խոսել, որովհետև կարծում եմ դա շատ անձնական 4 մի հատ վիճակ է, որ ես չունեմ իրավունք մտնելու մարդկանց կյանք, ոնց պիտի լինի, ես կարծում եմ շատ մարդիկ, ովքեր ընդհանրապես բանակային չեն, անգամ օրինակներ են բերել, շատ ավելի մեծ օգուտ են տվել Հայաստանին, քան մարդիկ, ովքեր օրինակ ուսադիրներ ունեն։ Մենք ունենք շատ ուսադիրներով հայտնի, ձեզ հայտնի ազգանուններով մարդիկ, ովքեր մեր բանակին այնքան վնաս են տվել, այնքան են կեղեքել, թալանել, վատ բաներ արել, որ մի շարք մարդիկ, ովքեր բանակից փախել են կամ ազատվել են, ինչ են արել, վնաս չեն տվել հաստատ։ Միգուցե այդ փողը նաև գնացել է ինչ-որ մի բան են արել բանակի համար։ Ես վստահ եմ, որ բանակը եւ ծառայությունը ամեն մարդու բան չէ, եւ ես լավ հիշում եմ իմ գեներալնի կոմիսիայի փոքրիկ բանավեճը զինվորականներից մեկի հետ, պարոն փոխգնդապետի, ասում էի, պարոն փոխգնդապետից դուք ինչու կոմպոզիտոր չեք։ Ասում էր, դա ամեն մեկի բան է, կոմպոզիտոր այդ տղա։ Ես էլ ասում եմ, իսկ բանակ գնալը, զենք վերցնելը, մասաների մեջ ապրելը, կանոնակարգի մեջ լինելը, ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության ենթարկվելը 2 տարի, դա ամեն մեկի բան է։ Ես վստահ եմ, դա ամեն մեկի բան չի։ Դա ինչ-որ ներքին մղում, այս վստահ եմ, որ վաղ թե ուշ Հայաստանում բանակը պիտի լինի պայմանագրային, պիտի լինի փողով, պիտի լինի աշխատանքի պես։ Իհարկե, ամերիկյան մոդելն եմ ասում, դա շատ հեռու բան է, բայց ամերիկյան մոդել, որ մարդիկ երազեն, որ ուժեղ քաստինգ լինի, որ մարդիկ երազեն բանակում հայտնվելու համար ու բանակը ասում է, չէ, դու մեր չափանիշներին չես համապատասխանում։ Ես լավ հիշում եմ ուսանող տարիներից 13 թվին 2013 թվականին Յուտայում մեր համալսարանի 3-րդ հարկում բան կար, վայնկոմատի պես մի բան կար, որ կարող էր գնալ, լրացվել, ու քանի որ ես իհարկե այնժանակ citizen չէի ու երազում էի թուղթանակ ունենալու օրինական, ես ուսանողական վիզայով ապրող մարդ էի, ասում էի, կարող գնամ բանակ, մի քանի լեզու գիտեմ, ես գիտեմ, այն գիտեմ, բժիշկ եմ, մասնագիտությամբ կարողա որոշակի ձևով բան անեմ, բանակի միջոցով կարողանամ citizen դառնալ, որովհետև դա պետք էր, հա։ Եվ այո, ես չկարողացա, բայց ինչքան կուրսեցիներ, ինչքան մարդիկ ունեին, ովքեր երազում էին հայտնվել այնտեղ, ընդ ասում էր, չէ, դուք մեզ չեք համապատասխանում, ընտրում էին ինչ որ չափանիշների մարդկանց, որ տենց չհասկացա վերջի ինչ։ Ուզում եմ Հայաստանում է տենց լինի, որ ես լիքը բարրադի թափած են փողոցները։ Գնացեք, առաջարկեք այդ մարդկանց, ոչ թե պաբիրոսով, թզբեխով սենց ինչ որ տպեր, այլ մարդկանց շտկեք։ Այդ միջին տարիքի մարդկանց ճիշտ ուղու վրա է պետք կանգնացնել, գուցեև բանակով։ Այս մարդը սովորելու բան չի։ Սովորողին թողեք թող սովորի, չսովորողին այդ ժարգոնով բարգ ասա կուրաժի մեջ, այդ կուրաժի մեջ մարդկանց տարեք
Գուցե եւ լինեն զինվորական, որովհետեւ ունեն այդ հատկանիշները, նայում են, կարգ ու կանոնն են իրանց արևին հաստատում, թող բանակում փորձեն անել։ Ու պլյուս ստանալ արժանապատիվ աշխատավարձ, ոչ թե մարդկանց ինչ-որ բաների մեջ այսօր բռնել են 21 տարեկան, իր անգերն է 22-23 է Զեյթունում։ Եկել են ամբողջ թաղամասի ապակիները, մեքենայի կողապակիները գողացել են։ Որ այդպես բաների մեջ չընկնեն, որտեղ էլ բան չգիտի անի, ինչ կարա անի, ասենք Վալոդիկը պայմանականորեն, Վալերը ինչ պիտի անի օրինակ։ Անունը, եթե համընկնում է մեկի հետ ներող եղեք, օրինակ եմ բերում։ Թող միջամտեն, թող փորձեն կարգ ու կանոն հաստատել։ Այս շատ բան թեմա է լուրջ, ես կարամ ժամերով այս թեմայի խոսամ, որովհետև էլ հրապարակումներով եմ հանդես եկել, էլ տեսանյութ եմ նկարել այս թեմայի շուրջ։ Ասում եմ Սախարովը, որ հայկական իրականության մեջ կասեին դոձիկ մարդ է, Սախարովը, որ հրացան բռնել չգիտեր, կյանքում բանակ չի գնացե, Հավսար զգաստը չգիտի ինչ բան է, ստեղծել է ջրածնային ռումբը։ Մարդկության պատմության ամենահզոր զենքը։ Հիմա դուք ասեք չի ծառայել։ Նույնն էլ մեզ մոտ մեր կուրսեցիներ ունեինք։ Ֆանտաստիկ։ Երրորդ կուրսից հավաքեցին տարան, երրորդ կուրսի վերջ, հավաքեցին տարան բանակ։ 2 տարի գերազանց սովորող տղեկ մի քանիսը կային։ 2 տարի գնացին։ Ես արձինատուրան ավարտեցի, իրանք նոր բանակից եկան, դե դա շփվում էինք ծանոթ բան, Ռավ ջան, էլ ինչ սովորել այ ախպեր, սովորելու բան չկա, բան չէ։ Ամուսնանանք, ախպեր, բան, սենց բաներ։ Համասարանը չշարունակեցին։ Մեկը հացի փուռ մտավ, վարորդեր աշխատում, հացեր ցրում, էլի գործը։ Մեկը չեմ հիշում ինչ էր անում։ Բայց մենք կարայինք ունենանք երկու շատ լավ բժիշկ, որովհետև երրորդ կուրսի վերջում գերազանց առաջադիմություն էին անում։ Քանդեցին բանակաշինություն, քանդին այդ մարկանց տունը, 2 հատ անգրագետ բառը կներեք բանա, բայց փաստորեն մարդիկ դուս չգնացին, ուժ չկար, էլ սովորելու, մեկի մայրը մահացավ հեռուտնից տեղից, մեկը արդեն տուն պիտի պահեր, խիչ թողեցիք այս մարկանց սովորեն։ Թողեք թող սովորեն էլի 5-րդ կուրսում բժշկի հոգեվիճակով տանեիք, էլի թող մարդիկ իրանց պարտք կտան, ես դեմ չեմ, օրենքը։ Բայց կայուն հասուն գլխով տանեիք, որ մի բան սովորացնեն, մի բան անեն, գուցե եւ ուրիշի համար օրինակ ծառայեն։ Հավաքին տարան քանդին այդ տունը, 2 հատ էլ անենց քաղաքացի, որ հաստատ բեռա լինելու պետության համար։ Մենք պիտի ամեն մեկս ոչ թե բեռ լինենք պետության համար, այլ թեթևացնող լինենք Հայաստանի բեռը։ Այդ մոտեցման պիտի շարժվենք։ Մի խոսքով, լավ, հիմա ընկերներ գովազդ մեր գործընկերներին ասենք շնորհակալություն, որ ստո կամփոփեմ հաղորդաշարը, դեպ մենք ուրբաթ օրերը ավանդույթ ունենք։ Ես որոշակի բաներ եմ ընթերցում հայ-ամերիկյան օրագրից, կթերթեմ էջ, որ ինչ որ հատուկ բան չեմ պատրաստել անկեղծ ասած ընթերցելու համար, բայց մի հատված գտնեմ, տեսնեմ որն է հարմար, անպայման կներկայացնեմ։ Հիմա մեր հարգելի գործընկերների ծանոթություններն են եթերում, կվերադառնանք եւ կամփոփենք։ Եկա անկերներ, շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին, ովքեր մեզ հետ են, նշումներ էի անում, որ հատվածից ինչ ընթերցեմ ձեզ համար, մեզ մոտ այսպես չգրված ավանդույթ կա, որոշ հատվածներ եմ ընթերցում գրքից։ Մի պատար գտա կեսից, հիմա միասին կընթերցենք, ուսամ ճանապարհին երթևեկության մեջ հաճելի կլինի որոշակի դրվագներ արդար, եթե դեռ չունեք գիրք, ընկերներ, գիտեք, sold out, հա։ Նոր խմբականակի քայլեր ենք ձեռնարկում։ Ես շատ շնորհակալ եմ եւ երախտապարտ մեր հավատարիմ ունկնդիրներին, որ բավականին ակտիվորեն շատ բուրըն կերպով պատվիրեցին գիրքը, եւ հիմա նոր խմբականակի վրա ենք աշխատում, անգամ առաջարկներ կա գիրքը թարգմանելու անգլերեն եւ ռուսերեն, որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, բայց ես կարծում եմ գիրքը ինչ որ առումով նաեւ քանի որ ինքը հայի մասին է, հայ մարդու մերօրյա մարդու մասին է, շատ ողջունելի կլինի, որ մեր հայրենակիցները կարդան ամեն դեպքում հայերենով, բայց գիտես, հայ ճակատագիրը տարբեր է։ Այսպիսով զարմանալի էվոլյուցիա ենք ապրել, բավականին զարմանալի։
Ասում են, որ շատ տարիներ առաջ, երբ դեռ ազգեր չկային, այլ պարզապես ցեղեր էին, ցեղեր, ովքեր ապրում էին բարձրադիր լեռներում, այն լեռներում, որոնք դեռ հայկական լեռնաշխարհ էլ անգամ չէին կոչվում, ապրում էին երկու ցեղեր՝ արմենները եւ կարմենները։ Այս արմենները, ինչպես ասում էր մարդամեկը, որց տղեկ էին։ Սա 5 տարի առաջ եմ գրի, Աստված իմ, 5 տարի առաջ։ Որց տղեկ էին։ Մամոնտին գետնին զարկող, բեզուարյան այծերին մատների վրա խաղացնող։ Այ մարդ, այս ինչ ձևի մարդիկ էին սրանք։ Իրար հետ թև թիկունք, որսի ավարը հավասար կիսող, իրար զորավիկ։ Ով որսի հանկարծ չէր գնում էր դաշտ, հատապտուղ էր հավաքում, տփում լարում էին իրեն շարքերից, մեղադրելով ղզիկության մեջ։ Այդ այնց տղեկ էին։ Սպիտակ ձի էին քշում, ու սազները ձեռքներին բարձր երաժշտություն էին տնկտնգացնում, անցնում էին նանարների քարանձավների մոտով եւ ձիու խրխինջը մինչև վերջ զլնում էին արմենները։ Այդպիսով պահում պահպանվում էր ապագայի ճշտի թագավորությունը։ Իսկ ահա կարմենները շատ յամանն էին։ Գիշերը ժամը 11-ից հետո կարճ թզի տերևները հագնում էին եւ գնում էին կենտրոնի քարանձավների մոտ, տղմուտ գետի աչափին կանգնում էին եւ ի ցույց էին դնում իրենց մարմար մարմինները։ Այս երանելի կարմենները հիմնականում անգործ էին, գետի ձախ ափին կանգնում էին այնքան, մինչև որ մի հատ հիմար որց սպիտակ ձիով գար ու կուտը ուտեր ու միասին գնային մի տեղ, ցանկալի է տեղաշոր։ Արմենները շատ էին խուսափում այդ կարմինների աչուկներից, որովհետև գիտեին, որ հեռավոր 1869 թվին հայոց այգիները մի լավ պտուղ են տալու եւ լորվա դսեղում ծնվելու է մի հրաշք մանուկ, որը հետո պիտի ասի. Ինչը կհաղթի հերոսին, եթե չլինի կինն ու գինին։ Դա ի սկզբանե որոշված էր։ Բայց դե սեռական հասունացումից եւ հորմոնալ դիսբալանսից հետո ամեն ինչ եղավ այնպես, ինչպես պետք է լիներ։ Սուրբ Վալենտինյան մի օր Վլե անունով արմենների ցեղից մի որց հարձակվեց կարմենների վրա ու ողջ գիշերը պղծեց այդ չնաշխարհիկ գենը։ Խնձորի ծառի տակին այնպիսի մի իրարանցում եղավ, որ ծառի վրա էլ խնձոր չմնաց, որ Ադամը ուտի կամ ընկնի Նյուտոնի գլխին։ Արդյունքում Ադամը ուրիշ խնձոր կերավ, բայց դա արդեն բոլորովին ուրիշ պատմությունն է։ Ճշտի թագավորությունը ճաքեց սեռաքաղց ներդրումների արդյունքում դարեր անց, երբ խմբերը ցեղեր դարձան, իսկ ցեղերը ազգեր, մեզանից ոմանք իրենց նախնիներից որպես հայրական կտակ ստացել են չարաբաստիկ ԴՆԹ-ի պղծված այդ պարույրը Y քրոմոսոմի տեսքով եւ արդյունքում իրենց վարք ու բարքով, քայլ ու ձևով, անգամ ձայնով եւ բառամթերքով արդարացնում են գենի ուժը։ Իդեպ այս կասկածելի վարկածի հեղինակը երջանկահիշատակ Նելսոն Ածելյանն էր, ում տեսությունը ինչ խոսք արդարամտության տարբեր տարեր է պարունակում։ Այլապես ինչպես է բացատրվում այն երևույթը, որ մեր մեջ այսքան տարբեր եւ իրարամերժ հայեր են ապրում։ Հնարավոր է արդյոք նույն հողից ու ջրից սերվածները այսքան տարբեր լինեն, այսքան այլախոհ, այսքան ամեն ինչով տարբեր։ Բայց մյուս կողմից, ցավոք, հասարակությունը չի կարող միայն հպարտություն առաջացնող անհատներ ունենալ։ Ոչ մի հասարակությունում այդպես չէ։ Ամեն ազգ ունի իր անբարոյականների, ամբարտավանների, հանցագործության, անգրագիտության, հաշմանդամության եւ հանճարության տոկոսը։ Մենք երրորդ ռեյխը չենք, որ սկսենք զննել եւ զտել մեր հասարակությունը, սակայն մյուս կողմից մեր մեջ ապրում են մարդիկ, ովքեր դեռ Հիտլեր ու Ստալին են գովում։ Ես դες մարդկանց ճանաչում եմ։ Իսկապես այդպես է։ Գիտեք, որն է այդ ամենի պատճառը։ Մեծ հաշվով, եթե մի բառի մեջ փորձեմ տեղակայել ամբողջ այդ հասկացողությունը, մի բառով դա անգրագիտության հետևանք է։ Եթե նյութի բովանդակությանը ծանոթ չես, խորապես չես հասկանում դրա ամբողջությունը, բնականաբար մակերեսային կարծիք ես հայտնում, որից եփած հավի ծիծաղ է գալիս։
Ասենք օրինակ, այդպիսի դատարկագլուխը կարող է ասել, որ օրինակ Հիտլերը հայրենասեր տղա էր, կռվում էր, կռված տղա էր, բանակ էր գնացել, քաղբանտարկյալ էր, արվեստագետ էր, նկարիչ էր, որ երկիրը իր հզորացրեց, բանակը հզորացրեց, ծննդավայրը ազատագրեց, երկիրը մեծացրեց, հետո ծովից ծով գրավեց, իսկ հետո չհամակերպեց պարտության հետ, գնաց տղավարի իրան խփեց, որց տղայա, կասեն անգրագետները։ Մոտավորապես այսպես են մտածում շատ շատերը։ Ասեն, օրինակ միջին կրթության դոտ գլուխ պաթոս ջատագովը տենց կասի։ Իդեպ, եթե մտքովդ մեկի անունը հանկարծ անցավ, ապա դա լոկ զուգատիպություն է։ Կարծում եմ հասկանում եք, որ նման տրամաբանությամբ պատմության մասին խորհել պարզապես չի կարելի։ Պարզվում է, որ կան այնպիսի մարդիկ, ովքեր հանգում են եզրակացության, իսկ մարդիկ էլ կան պարզապես հանգում են։ Անարդար է, չէ՞։ Գուցե, բայց այդ մարդն է հորինել արդարության եւ անարդարության ձևակերպումը։ Բնության մեջ արդար ու չարդար բան պարզապես չկա։ Ամեն ինչ օրինաչափության մեջ է։ Ինչն է արդար մեր կյանքում։ Պատմության ընթացքը, հասարակական դիրքը, արատավոր երեխաների գոյությունը, անօգնական ծերերի հոգեվարքը, առողջ եւ քաջ տղամարդկանց վաղաժամ անհասկանալի մահը, թե աննպատակ հարբեցող ձրիակեր թմրամոլների խոր ծերությունը։ Ո՞րն է արդար այս պարագայում։ Իդեպ, շարունակելով արդարության թեման, խաչակրած արշավանքներ արդար, երբ արաբներին կատաղացրեցին, գցեցինք մեր ջանին, ջանս, քեզ սիրում եմ, այդ երգի ներքո։ Եվ այդ բոլորը Հռոմի պապ կոչեցյալը արեց։ Մի օր արթնացավ ու որոշեց, որ պիտի Երուսաղեմը ազատագրի, որի հետևանքով եղավ տասնամյակների արյունահեղությունը։ Այ քեզ մարազմ, ծերունական։ Եվ այդ կոչվածը իհարկե Աստծո անունով էր, չէ՞ խոսում։ Աստծո խոսքն էր տարածում, Աստծո արտակարգ եւ լիազոր դեսպանն էր, ասում էր՝ մի սպանի, մի գողացի, սիրի մերձավորիդ ինչպես քեզ, սիրեք մի կշտացեք։ Հռոմի պապի անունը կարծեմ Ուրբան էր։ Այ քեզ ուռո գլուխ ուրբանիզացիա։ Կամ մենք ծովից ծով վիճակից, որ դարձան գետից գետ, դա է արդար։ Երազում ենք Արևմտյան Հայաստանի մասին, որ գոնե լճից լիճ դառնանք եւ չեն գիտակցում անգամ, որ տարածքները աստիճանաբար Քուրդիստան են դառնում մեր աչքի առաջ ու Արարատը եթե այսպես շարունակվի, հաստատ վերջում քրդերից են կուզելու։ Մենք հայերս սիրում ենք կրկնել, թե խելացի եւ բնությունից օժտված ժողովուրդ ենք։ Աշխարհին տվել ենք բազում տաղանդավոր անուններ։ Ամենաշատը սիրում ենք համեմատվել հրյաների հետ, ովքեր իրենց ընդհանուր թվի համեմասնությամբ կարծեմ աշխարհի ամենաշատ Նոբելյան մրցանակներ տված ժողովուրդն ենք։ Մի խոսքով մենք հպարտանում ենք մեր գենով։ Ոմանց մոտ հայի գենի մասին առասպելական պատումները պաթոլոգիայի մակարդակին են, բայց որքանով է սա ճիշտ։ Տեղից անցնում եմ, ստե գիտական մի հատ բան, ստե չեմ կարդալու այսքան։ Ստեղից անցնեմ։ Ահա, այստեղ։ Օրինակ հաշվել եք վերջին 100 տարվա ընթացքում քանի պետականաշինական ուղղություն ենք մենք ունեցել։ Եվ բնավ կարևոր չի այն, որ ոչ մեկում հաղթանակ չենք տոնել, բայց եկեք հաշվենք։ Կարևորը մասնակցությունն է։ Այսպիսով ժամանակավոր կառավարություն Թիֆլիսում։ Առիթը եկավ, պահը հասունացավ, հայեր ջան դուխով երկի կոնցեպտի ներքո հեռավոր 1918 թվականին Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Ինչ տարածքով, ում պատվերով, ում ճնշմամբ, ում հերոսությամբ, ինչ աշխարհագրական չափանիշներով, դա բոլորովին այլ հարց է, դա կքննարկենք առանձին։ Ես թողնում եմ պատմաբանների ուսումնասիրությանը, որպեսզի իրար մի լավ գզեն պրստենք դրանցից։ Մենակ Հայաստանում եմ տեսել նույն թեմայի շուրջ 5 պատմաբան իրարամերժ կարծիքներ արտահայտեն։ Եթե պատմաբանները գլուխ չեն հանում, այս խեղճ ու կրակ ժողովուրդը ոնց հասկանա թե ինչ ա եղել, այ քեզ բան։ Ամեն դեպքում մոտ 8 դար պետության երես չտեսած պատմական հայրենիքում ճորտի պես ապրելուց հետո, կեղեքվելուց, բռնաբարվելուց, թալանվելուց ու ցեղասպանվելուց հետո որոշեցինք դեմոկրատական երկիր սարքել։ Այ քեզ բան։ Ու ամենահետաքրքիրը այն է,
որ դեմոկրատիայից, ժողովրդավարությունից էր խոսում այն կազմակերպությունը, ովքեր զենքի վրա էին երթվում եւ իրենց հետ չհամաձայնողներին ծոծրակից դրկկազնում էին։ Էդ էր։ Թե քանի հոգու գլուխ կերան դրանք հստակ թիվ չկա։ Բայց ամենավատը այն է, որ դրկկացնելուց գոնե ազնիվ ու արդար մարդկանց չդրկկացնեին այդ անաստվածները, այլ ազգի դավաճաններին ու թշնամիներին։ Ոչ։ Երբեք ոչ։ Երբեք այդ զենքը չօգտագործեցին իրենց ազգի տականքների դեմ, այլ հակառակը։ Ազգի տականքների հետ մի քանի անգամ կոալիցիա կազմեցին ու ժպիտները դեմքին ճպցրած, ձիգ ու զգաստ կեցվածքով ստորագրեցին մի քանի հուշագրեր։ 1920 թվական պետականաշինության հերթական քայլն ենք անում, բոլորովին այլ, մարդկությանը անհայտ քայլ, չլսված ու չտեսնված մի քայլ, բայց ըստ էության չարիք ազգովի հանձնվեցինք բոլշևիկներին ու սկսեցինք կառուցել սոցիալիզմ։ Հոյդային ասեցինք հայդե, երկիրը ծախեցինք բոլշևիկներին ու ինչպես հայտնի դերասանական անձնակազմ է ֆիլմում ասում, փողերը հավաքեցինք, փախանք հայդե Փարիզ։ Գիտեք, դրանք ինչու փախան Ֆրանսիա։ Ասեմ, որովհետև այնտեղ սուրճը նուրբ եւ էսթետիկ են ըմբում, իսկ մեզ մոտ ֆրթստում են։ Դրա համար է փախան։ Դեմոկրատիան դորդուբեշ արեցինք, ինչպես ասում էին, մարդկային արժանապատվությունն ու բարոյականությունը ապահովեցինք, հիմա էլ սոցիալիզմ են կառուցում, լսրանց խելքը նայի։ Շատ լավ, այնքան ջանասիրաբար տրվեցինք այդ կարմիր եղբայրությանը, որ ռուսները Քեմալա բոլշևիկյան մերձեցում կազմակերպեցին եւ իրենց հաճույքաճղտիկությունից արփած թուրքերին հանձնեցին Կարսի ողջ մասը, Արարատը, Սուրմալուի գավառը ու էլի շատ ու շատ շրջաններ, իսկ Արցախն ու Նախիջևանը տվեցին կովկասյան թաթարներին, այն թաթարներին, ովքեր դեռ մի 3-4-5 տարի ունեին, որ կոչվեին ադրբեջանցի, սրիկա կեղտեր։ Այդ չեք։ Այդ տղա գրնո, միացտե արի։ Տեսեք, լավ, վերադառնանք մեր պետականաշությանը։ Սոցիալիզմ ասելով խաղացինք, խնացինք, իսկ կոմունիզմը մնաց փորներումս, այն որ ասում են Մուրազը փորդ մնա այդ տրամաբանության մեջ։ Եվ ահա եկավ 1991 թվականը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին սկսվեց նոր փուլ։ Ասեցինք բավ է, հոգնեցինք, եկեք մի քիչ էլ դեմոկրատիա խաղանք։ Ու այդ մտավորականներից մեկը չասեց, այ ընկեր, դուք ուր, դեմոկրատիան ուր, դուք կյանքում ընտրության չեք մասնակցել։ Հենա դարասկզբին տեսանք ձեր դեմոկրատիայի արդյունքները, որ մինչև հիմա խելքները գլուխներից չի գալի, նորից եք ուզում ընկնեք այդ ամեն ինչի մեջ։ Ընդհանրապես, որ շատ խորանանք, մեր երկիրը մտավորականներն են քանդել։ Ես դրանում վաղուց եմ համոզվել։ Իրենց անհեռատեսությամբ, իրենց պաթոսով, այ բալամ, ձեզ մի քիչ խնայեք էլի, ավելի ճիշտ մեզ։ Այդ մտավորականներից ոմանք ցելակցեցին 91 թվականին ու որոշեցին, որ Լևոնը փակում է։ Մնացածը պահկվում են։ Լևոնն էլ, ով որ ի սկզբանե դեմ էր դաշնակներին, ասեց. «Կարմիր, գույն ունեցողը թող դուրս գա, թող դուրս գա»։ Ուսաղ դուրս եկան, կեսը Ամերիկա, կեսը Ֆրանսիա, կեսը չգիտեմ ուր։ Դուրս եկան, ով ինչպես կարողացավ, տունը ծախում էին, դուրս էին գալի, տունը փոխանակում էին ավիատոմսի հետ, դուրս էին գալիս։ Ու սկսվեց ճակերտավոր հաղթանակների ժամանակաշրջանը։ Գրողը ձեզ տանի ձեր հաղթանակներով։ Իդեպ, այս հարցի շուրջ էլ մենք մեր կյանքի ընթացքում դժվար թե ընդհանուր հայտարարի գանք, դա հաղթանակ էր թե չէ։ 90-ականները վերջապես հաղթանակների տարիներ էին, թե մութ ու ցուրտի։ Պատմաբաններ են ասելու մեզնից հետո, մենք չենք տեսնելու դրա վերջը։ Ու մինչև կփորձենք հասկանալ, մինել 90-ականների վերջ։ Աղվեսն եկավ։ Էս սարնիմն է, էս ծառնիմն է, էս ով է եկել տիրացել թաքուն։ Ու եղավ այն ինչ եղավ։ Անհայտ ուժերը, շատ անհայտ։ Հոկտեմբերի 27-ին իշխանության դեմ ոճիր իրականացրեցին եւ համբարեցին ողջ պետությունը։ Ու արդեն 4-րդ անգամ որոշեցինք, որ լրիվ ուրիշ ձևով պիտի ապրենք,
բոլորովին այլ հասկացողությունների մեջ։ Առաջինը հրաժարական տվեց, եկավ երկրորդը, որն էլ այդպես էլ չհամակերպվեց իր երկրորդության հետ։ Իսկ երբ մարդը ներքին պայքարի մեջ ա լինում, թույն ու թարախը հոգին կապում է։ Քաղաքական այդ մարաթոնի ջատագիրները, ջահագիրները, ում ձեռքներին վառվում էր ռուսական անիծյալ գազը, մարաթոնի վճռորոշ այդ շրջափուլում ընտրեցին գահաժառանգին, ովքեր Մաուգլիի պես մստաբոյ одной կրովի էին, ու միայն 10 զոհից հետո պարզ դարձավ, որ վերջինս ոչ թե ակտիվ բասկետբոլիստ է, այլ խորամանկ շախմատիստ, շատ խորամանկ, շախ։ Ես կփոխեմ սահմանադրությունը։ Ես երթվում եմ, որ չեմ հարի ոչ նախագահի, ոչ էլ վարչապետի պաշտոնին, ու քաղաքական այս պարտիան խափեբայության փաթաթեցին ժողովրդի վզին, քայլարա մերժիր, մատ, թագավորը մերկ է, ասում էր դասականը, եթե քեզ կարգում են թագավոր, սակայն թագը գլխիդ մեծ է լինում, ապա այն սկզբում ընկնում է աչքերիդ, ու դու ոչինչ չես տեսնում, հետո այն կիչնի ականջներիդ, ու դու ոչինչ չես լսի, իսկ հետո այն սահելով կիչնի շուրթերիդ, ու դու էլ ոչինչ չես կարողանա ասել, եւ ի վերջո այն կիչնի կհասնի կոկորթիդ ու կդառնա պարանոցիդ կապանքը, որից բռնած էլ քո սեփական ստրուկները, քո ժողովուրդը, ովքեր քայլում էին քո հետ, մահապատժի կտանեն քեզ, եւ դու ամեն ինչ կտեսնես, ամեն ինչ կլսես, ամեն ինչ կկարողանաս ասել, Facebook Live էլ կմտնես, բայց քեզ այլևս ոչ ոք չի լսի, դու էլ ոչինչ էլ չես ունենա ասելու, վերջ, գնացի։ Այսքանը այսօրվա համար, շնորհակալություն բոլորին ուշադրության համար, իմ խելոք ժողովուրդ ամեն ինչ լավ ալիլու չնեղվեք, յոգա ուղեղի համար, հունվարի 16, 2026 թվական կհանդիպենք հաջորդ թողարկմանը, մնացեք Արբյուզիկ ռադիոյի հետ։